Խաղաղություն աստղաժաղով։ Խաղաղություն ձեզ։ Նույնպես հարց ունենք, էլի հոգևոր իմաստով ուզում են իմանան, Աստված շատ օրհնի, ուրախանում ենք, կիսում ենք նաև այդ, որ իրանց էլ հետաքրքիր է հոգևոր, Աստված շատ օրհնի։ Աստված առածապես օրհնի ձեզ, կխոսեք, խնդրում եմ ուխտի տապանակի մասին, հոգիս արդեն փափագում է հոգևորին։ Այ հենց այդ է մեր ուրախությունը։ Որտեղ հոգևորի մեջ է կյանքը, մարմնավորը ժամանակավոր է, սիրելիներ։ Տերը օրհնի ձեզ։ Ուրեմն կարդանք ուխտի տապանակի մասին, շատ տեղեր Աստվածաշնչի մեջ գրված, բայց Եբրայեցիների նոր ուխտի մեջ, Եբրայեցիների թղթի մեջ կոնկրետ գրում է, որն է ուխտի տապանակը, տեսեք։ Եբրայեցիների 9-րդ գլուխ 4-ից 5-րդ խոսքերը։ Տեսեք, ասում է, երկու վարագույր ուներ տաճարի մեջ, երկրորդ վարագույրի հետևը սրբության սրբոցում կար, որը ուներ սրբության սրբոցը, որը ուներ բուրվառը, բուրվառ ջահնա, որի վրա կրակը վառվում է։ Դա սրբության սրբոցի մեջ է գտնվում։ Մենք բուրվառն ենք, սիրելի քույրս եւ եղբայրս, հոգեվոր այս խոսքերի հիման վրա։ Մենք մեր բարի գործերով լույս ենք տալի։ Դուք եք աշխարհի լույսը, Հիսուսն ասեց։ Ես լամպուշկա չեմ, Հիսուսը, այսինքն հասկացնում էր ինքը, մեր բարի գործերն են լույս տալի։ Տեսեք, ուներ ոսկե բուրվառը, դա սրբության սրբոցի մեջ է, երբ որ դու լույս ես տալի քո բարի գործերով, քո խոսքերով, քո շնորհներով Աստվածային։ Դա բուրվառն է, որը սրբության սրբոցի մեջ է։ Եվ ուխտի տապանակը ամեն կողմից ոսկով պատված։ Ուխտի տապանակը, հեսա խոսանք տապանակի վրա, որտեղ հարցը հենց տապանակին է։ Որ նրանում կար ոսկե սափորը մանանայով, տապանի մեջ, տապանակի մեջ ուխտի կար ոսկե սափոր մանանայով լիքը։ Այսինքն սափորը նորից ամանա, որը մենք ենք, ոսկի ենք, մաքուր ենք, ամեն կողմանի Աստվածաշնչի սիրով պատված ենք, այսինքն ոսկով պատված ենք, որի մեջ կա մանանան, մանանան երկնքից իջած կերակուրն էր, Աստվածային կերակուրն էր, որը երկնքից իջավ անապատում կերակրեց Իսրայելի ժողովրդին, այսինքն դա Աստվածաշնչի գիրն էր։ Հիսուսն ասում է, ձեր հայրերը մանանան կերան, բայց մեռան, այսինքն օրենքով գրով, որ կարդակ ուզել եք պաշտեք ասում, միևնույն է մեռնելու եք, միևնույն է մեղք եք նորից գործելու։ Բայց գիրը սուրբ է, գիրը մնում է, այդ մանանայով լիքը տապանակի մեջ է, գիրն է մեր սրտերի մեջ, մենք գրի տակի հոգին ենք հասկանում։ Այսինքն Հիսուսն է գիրը, Քրիստոսը գրի կատարումն է, հոգին է։ Տապանակի մեջ կար գործերը մեր, բուրվառը, բարի գործերը ու կերակուր, Աստվածային կերակուր, Աստվածաշնչյան խոսքը, Աստվածաշունչ գիրքը, ասած ասած։ Եվ Ահարոնի գավազանը, որը ծաղկեց։ Եվ ուխտի տախտակները։ Ահարոնի գավազանը, որը ծաղկեց։ Ահարոնը նշանակում է լուսավորված, Մովսեսի եղբայրն էր։ Իմաստունի հետ միասին ծնված եղբայրն էր։ Մի հորից մի մորից ծնված եղբայրն էր, լուսավորվածությունը։ Եթե դու այսօր իմաստուն ես, անպայման լույս ես տալու քեզ։ Եթե դու Մովսեսն ես, իմաստուն ես, Աստծո խոսքից ես ծնվել, դու անպայման գործերովդ քո լույս ես տալու մարդկանց։ Դա Ահարոնն է։ Իսկ Ահարոնի գավազանը, գավազան մենք գիտենք իշխանություն է։ Իշխանություն է գավազանը, որը գավազանի վրա հենվում ենք, ու Աստվածաշնչյան իմաստով սա կոչվում է իշխանություն։ Եվ գավազանը ծաղկեց։ Ինչ է սա նշանակում։ Այս իշխանությունը Ահարոնի լուսավորված իշխանությունը ծաղկեց։ Այն գավազանով, որ երեխուն դաստիարակես կամ եղբորը դաստիարակես, ծաղկեց, պտուղ տվեց։ Այսինքն օգուտ բերեց իր հանդիմանությունը, իր այդ պատիժը գավազանի, ոչ թե պատիժը, այլ դաստիարակչությունը, ասենց ասած, էլի գավազանով դաստիարակի, ասում է քո որդու։ Այսինքն իշխանություն ունենալով ըստ Աստծո խոսքի հիմքի վրա։ Եթե իշխանություն ունենալով ես դու քո երեխուն դաստիարակում կամ քո եղբորը հանդիմանում, ծաղկում է դա, պտուղ է տալի, այսինքն օգուտ է բերում քո հանդիմանությունը։ Իսկ եթե դու լուսավորված չես, Ահարոնը չես, որտեղ բացի Ահարոնը դե 12 ցեղերի գավազաններն է տրեցի, ոչ մեկին չծաղկեց։ Ահարոնինը մենակ ծաղկեց, որտեղ լուսավորված էր ինքը։ Լուսավորված էր ամեն իմաստությունով, սիրով,
Սիրով ամեն քո արածը ծաղկելու է։ Սա տապանակի մեջ է, տեսեք։ Եվ ուխտի տախտակները։ Ուխտի տախտակներն են 10 պատվիրաններն են, որոնց հիմքը Աստվածաշունչն է։ 10 պատվիրաններն են։ Այս 4-ը, որ կարդացի, սրանք տապանակի մեջ են։ Ու այս տապանակը գտնվում է սրբության սրբոցում։ Եթե սիրելի քուրից եւ եղբայրս, եթե այս 4-ը որ նոր կարդացի, այս բոլորը քո մեջ կա, դու զգում ես, որ լուսավորված ես, դու զգում ես, որ լույս ես տալի, դու զգում ես, որ քո խոսքից սիրով ես ասում խոսքը, եղբայրդ լսում ու բանա, ուղղվում է։ Ուրեմն Ահարոնի գավազանն էր ծաղկեց, ուրեմն սրբության սրբոցից եկավ դա։ Իսկ եթե խոսում ես եղբորդ ասում ես, եղբայր դու մեղք ես գործը, եղբայրը նայում բանը անում, ձեն չանում, բայց չի ընդունում քո ասածը, նորից դու իմացի Ահարոնը չի, դա Ահարոնի գավազանը չէ։ Դա քո հպարտությունից արեցիր, քո սխալ վարվելուց արեցիր, ուխտի տապանակի մեջ չկար այդ տախտակները, քարի այսինքն Աստվածաշունչը, սիրո հիմքը, սիրո խոսքը չկար։ Հասկացա, չէ, պատկերացրիք, չէ, ինչի մասին է խոսքը, սիրելի քուրիս եւ եղբայրս։ Եվ նրանից բարձր փառքի քերոբեները, այսի տապանակից դուրս է, բայց նորից ասեմ, էլի տապանակից վերև փառքի քերոբեները, որը Հովանե էին անում խավության վրա, որոնց համար պետք չէ հիմա մանրամասը խոսել։ Առաքյալն էլ ասում, ինչի համար հիմա պետք չի մանրամասը խոսել, որովհետև շատ բան կա կարող է խոսենք, մարդիկ չհասկանան։ Դրա համար ասես թող Սուրբ Հոգին գա, Սուրբ Հոգին ընդունեք ինքը ձեզ կսովորացնի։ Շատ բան չի կարելի ասել, պետք չի ասել սրա վրայով։ Քերոբեները, խավության քերոբեները, սրանք են նրանք են, երբ որ այս 4 հատկությունները քո մեջ կա, մանանան, ուխտի տախտակները, բուրվառը, Ահարոնի գավազանը, այս 4-ը եթե քո մեջ կան, դու ուրեմն քո վերևից քերոբեներն են, խավության քերոբեները, որ հանգարց դու սայթակես այս կյանքի մեջ, հանգարց մի հատ սխալ բան անես, խավություն է տալի քո արածին։ Այսինքն ներմա, ողորմություն է անում։ Սա Աստվածանից կարգված կանոն է, Աստծո ձեռքով սարքված, օժտված մի իրավիճակ է մեր ներսի աշխարհում, սիրելի քուրիս եւ եղբայրս։ Այլապես դու չես կարող խավություն, չես կարող շաբաթը մի անգամ կամ ամիսը մի անգամ եթե եղբորը խոստովանես, բայց դու չունենաս ոչ բուրվար, ոչ գավազանը, Ահարոնի, ոչ այս հատկությունները դու չունենաս քո մեջ։ Ինչքան ուզում ես խոստովանա, չի ներվելու դա։ Խավության քերոբեները չեն խավություն տալու քո մեղքերին։ Մինչև դու չունենաս ինքդ քո մեջ այս լուսավորվածություն Աստվածային։ Սա ճշմարտություն է, սա իրականություն է։ Իմ ու քո կյանքի մեջ, ներսի աշխարհի մեջ, սիրելի քուրիս եւ եղբայրս։ Ահա տապանակի ասենք մասի, որ ասում են խոսենք տապանակի մասին։ Ես կխոսեմ մի քիչ էլ տարբեր, ասենք տեղերից։ Ծննդոց 7-րդ գլուխ առաջի խոսքն էլ կարդամ։ Տապանակի վերաբերյալ Եվ Հովան ասաց Նոյին, մտիր դու եւ քո բոլոր տունը տապանի մեջ, որտեւ այս տարի մեջ քեզ տեսա արդար իմ առաջին։ Այսօր մենք տապան ենք շինում, մենք տապանի մեջ ենք մտնում, մենք եւ մեր տունը, այսինքն ես իմ տունը, ես իմ ներսի աշխարհը, ես իմ ցանկության հետ, ես իմ գործերի հետ, սա է իմ տունը։ Դες մենք ընտանիք ենք ֆիզիկապես մարմնավոր բանով, բայց դա իրան չի վերաբերվում, ինձ է վերաբերվում, անհատական։ Ու նաև Աստծո խոսքը իրան է վերաբերվում, ինձ չի վերաբերվում, անհատական, ինքը իր ընտանիքի հետ պետք է մտնի տապանը, իր ներսի աշխարհի հետ պետք է մտնի տապանը, դու քո ներսի աշխարհի հետ պետք է մտնես տապանը։ Դու եւ քո ընտանիքը ասում մտեք տապանը, որովհետեւ քեզ տեսա արդար։ Այսինքն ում տեսավ Նոյին։ Նոյն նշանակում է հանգիստ։ Հանգիստը մեր միջի հանգիստն է մենակ մտնում տապանը։ Երբ որ մեկը մեզի անիծում է, մենք հանգիստ ենք մտնում, տապանի մեջ ենք մենք։ Իսկ մեր տապանը, նորից եմ կրկնում, մեր տապանը Հիսուս Քրիստոսն է։ Հիսուս Քրիստոսն է մեր տապանը։ Մենք կառուցում ենք Հիսուս Քրիստոսին մեր կարդալով, մեր աղոթելով, եկեղեցի գնալով, շփվելով եղբայրների հետ, Աստվածաշնչյան խոսքը կամքը ինչքան հնարավոր է կատարելով։ Դա տապանն է, մեր տապանն են կառուցում։ Ու երբ որ մենք կառուցում ենք մեր տապանը, մեր ընտանիքով մտնում ենք այդ տապանի մեջ։ Բայց երբ որ ես հանգիստ չեմ, եղբայրը ինձ թթու խոսքը ասում, նեղանում եմ իրանից կպնում եմ, ես նոյը չեղա, ես հանգիստ չեղա, ես որ բորբոքվեցի, ես տապան չեմ կարա մտնեմ, որովհետև Աստված հանգստին ասում, մտի տապան, քեզ հավանեցի։ Ոչ թե ինչ որ թրաշով ու բուրուքով մի հատ ծերունի նոյին է ասում, չգիտեմ քանի հազար տարի առաջվա։ Այսօր մեր միջի հանգստին ասում, մտի տապանը,
Եթե հանգիստ եմ ես մտնելու եմ տապանը։ Եթե աղքատության մեջ եմ գործից հանել են ինձի տոկոսներս բան են անում, բայց ես հանգիստ եմ հույսս Աստծո վրա դրված։ Ես եմ մտնելու տապանի մեջ, ես եմ փրկվելու։ Իջե թան հանգստանամ, եթե գողանամ, որ բերեմ տոկոսներս փագեմ կամ հլնեմ, բուն դանեմ պետության դեմ, ես հանգիստ չեմ, տապան չեմ մտնի։ Ու երբ որ չմտա տապան, ջրհեղեղը կործանելու է ինձի։ Ջրհեղեղը կործանելու է ինձի։ Հասկանում եք, չէ՞ միտքը, ինչ բան միտք է։ Դրա համար Եհովա Աստվածը հանգստին ասեց։ Նոյն ասեց, ես քեզ հավանեցի, մտի տապան։ Հիմի կարդամ Եբրայեցիների 11-րդ գլուխ 7-րդ խոսքը։ Հավատքով Նոյը պատգամ առնելով դեռ չերևցած բաների համար եւ երկյուղած լինելով շինեց տապանը իր տան փրկության համար, որով աշխարհքից դատապարտեց եւ ժառանգ եղավ հավատքով լինելու արդարությանը։ Հավատքով հանգիստը դուք պատկերացնում եք, մեկը քեզ անիծում կամ մեկը քեզի հայում անմեղ տեղը։ Դու որ պիտի հավատաս, որ հանգիստ լինես, պիտի հավատաս Աստծո խոսքին, պիտի հավատաս այս խոսքերին, որ պիտի հանգիստ լինես, որ պաշտպանության մեջ լինես, որ կործանվի աշխարհը դու պաշտպանության, դու Քրիստոսի մեջ լինես։ Հավատքով ես ընդունում այդ պատգամը ու կառուցում ես այդ տապանը։ Քեզ անիծում են, դու օրհնում ես, քեզ անպատի խոսքեր են ասում, դու խոնարհում ես, բարի ես ասում, քո առաջ մեկը մեղանչում է, դու ներում ես։ Հասկանում ես, սա հանգիստն է, որը մտնում է տապանի մեջ։ Ու սա հավատքով է կատարվում, որը դատապարտում է ամբողջ աշխարհին, իր հանգստանալով մտնելով դատապարտում եմ ես իմ միջի ամբողջ աշխարհին։ Իմ միջի աշխարհը որն է? Մեղքերն են։ Աշխարհը խորհրդապատկերում է մեղքեր, որտեղ բնակվում են ամեն ինչ, բարի եւ չար ամեն ինչ։ Դա մեր ներսի աշխարհն է։ Մեր ներսի աշխարհի մասին է խոսում։ Կարդամ մի տեղ էլ տեսեք, թեկուզ լավ, երկրորդ թագավորաց 6-րդ գլուխ 6-րդ խոսքը։ Եվ երբ որ եկան Նաքոնի կալը, Ոզան ձեռքը մեկնեց Աստծո տապանակին եւ բռնեց նրան, որովհետեւ եզները ծռել էին նրան, եւ Տիրոջ բարկությունը բորբոքվեցավ Ոզայի դեմ, եւ Աստված զարկեց նրան այնտեղ այս հանցանքի համար, եւ նա մեռավ նույն տեղը Աստծո տապանակի մոտ։ Տեսեք, երբ որ տապանակը վերադարձնում էին հավատքի երկիրը, ասենց ասած Իսրայել էին վերադարձնում, հրեշտակցիները պատերազմի ժամանակ գողացել էին, մի խոսքով սա պատմություն է, չանդրադառնանք դրան, կարևորը տապանակի մասին է, երբ որ վերադարձնում էին, Ոզա անունով մի մարդ, Ոզա կոչվում է զորություն, բնագրով թարգմանվում է զորություն։ Այսինքն մի հատ զորավոր մարդ Աստծուն սխալ հանեց, ծռվել էր տապանակը, ուզեցավ դզեր ինքը։ Այսինքն այսօրվա մեր կյանքի մեջ սա այն խորհրդապատկերն է, որ Աստվածաշունչը հարմարացնում ենք մեզի։ Աստվածաշունչը դզում ենք Աստծո խոսքը մեր վրա, որ շատ տասանորդ բերեն, էսի արես սես ուղությամբ ասենք։ Այս եղբորը չես սիրում, մտածում ես մանես գալի Աստվածաշնչից խոսքերը դզում ես քո ուղությամբ, մտածում ես ծռված է դա, դզում ես քո ուղությամբ, որ հասնես դու քո նպատակին։ Դրա համար Աստված խփում է այդ մարդուն, նման ձև մտածող, նման ձև ծրագրվող մարդուն, ասենց ասած, որ ծրագրում է իր քայլերը չար ձևով, Աստված սպանում է իրան։ Այսինքն տապանակը ես նորից չհիշեմ, բոլորս էլ հիշենք, որ տապանակի մեջ ինչ կար։ Խոսքը, լույսը, պատվիրանները, գավազանը, չէ, երբ որ դրանք դու ծռում ես քո ուզած ձևի համար, Աստված խփում է քեզ։ Այսինքն Աստծո խփելն էլ որն է ինձի, որ հեռանում Աստված ինձանից։ Նորից եմ կրկնում, Աստծո հարվածը, անեծքը, մահը, տանջանքը հենց Աստծո հեռանալն է տալիս մեզ այդ հատկություն, այդ բաները։ Աստծո հեռանալն է ինձի տանջանքի մեջ գցեմ, ցավի մեջ գցեմ, բարկության մեջ գցեմ,
Մահանում եմ ես, լռում եմ, դադարում եմ, հոգևոր էլ չեմ կարում ապրեմ, մարմնավոր եմ սկսում ապրել։ Իմ ներսի աշխարհում սես մի մեխանիզմ կա, երբ որ մեղքը ես գործում եմ, լույսը հեռանում է, ես լույսին անջատում եմ, որ մեղք եմ գործում։ Բայց երբ որ մեղքը խավարը իմ մեջ է, ես լույսին միացնում եմ, ասում բերում եմ իմ մեջ, արդեն այդ խավարն է փախչում։ Հասկանում եք, լույսը խավարը մեղքի եւ սրբության խորհրդապատկերն է ստեղ։ Դրա համար զորավորը է զոզան, ուզում էր ուղղել Աստծո խոսքը, որտեղ ինքը զորավոր մարդ էր, կամ հովիվեր, կամ չգիտես ինչ որ երևելի մի ազնվորություն էր։ Աստծո տան մեջ։ Աստծո խոսքը ուղղում էր, դրա համար Աստված խփեց իրան։ Սիրելիներ, երբեք Աստծո խոսքը չուղղենք մենք, ոնց գրված է Աստծո խոսքը, տենց էլ պետք է կարդանք։ Իսկ ոնց է գրված Աստծո խոսքը։ Միայն սիրով։ Ես եթե ասեմ, տեսեք, գրված է, եթե չատես քո հորն ու մորը, ինձ աշակերտ չես կարող լինես։ Ես ծռեցի Աստծո խոսքը։ Այսինքն ուզում եմ դզեմ Աստծո խոսքը։ Իսկ ես եմ ուզում դզեմ, ոնց թե ատես քո հորն ու մորը։ Աստված ճիշտ է ասում, պետք է ատես քո հորն ու մորը, բայց ես եմ սխալ հասկանում, որ Աստված հոգիով ասում պետք է ատես քո հորն ու մորը։ Շատ անգամ ենք խոսած այս թեմաներով, մելան, որ իմ հայրը մինչև Քրիստոսին գալը, մինչև Քրիստոսին աշակերտ լինելը իմ հայրը սատանեն է, իմ մայրը հպարտությունն է։ Հիսուս նայեց մինչև չատես այդ քո հորն ու մորը չես գա ինձի։ Հենց եկա իրան արդեն իմ հայրն Աստված է, իմ մայրը Երուսաղեմ է։ Հենց այս մասին է խոսքը, արդեն Աստծո խոսքը ճիշտ է գրած, ես չեմ ուղղը։ Սատանեն ծռում էր Աստծո խոսքը։ Ասում էր գցա այս ժայռից հրեշտակները քեզ կպահեն։ Իր ուզած ձևով էր դզում Աստծո խոսքը, հասկանում եք, իր համար ծուրներ ու դզում էր իր ուզած ձևով։ Երբեք չանեք տեսպասիրներ, ինչ որ գրված է Աստվածաշնչի մեջ, ամեն կետ ու նշանագիր այոյու ամենա, բայց սիրո հիմքի վրա։ Եթե ոչ պետք է մենք ատենք մեր հորն ու մորը, պետք է եղբոր հետ հաս չուտենք, պետք է ինչքան վատ բաներ կա գրված մելա։ Դուն չթողեք մեր եղբորը, չգիտես։ Դրա համար սիրո հիմքի վրա որ լինում է, բոլորն էլ սենց սիրով է։ Իմ միջի մեղքին, որ իմ ադամական եղբայրն անընդհատ ինձի հարում է, դրան տունդ մի թող։ Էդի քո եղբայրն է, դրան տունդ մի թող, եթե մեղք կա գործում, եթե իր այդ եղբայրդ ադամական, քեզ ասում է կյանքը արի պիտի վայելենք, արի էս անենք, այն անենք, ու այդ քո էս կամ այն անելը Աստծո խոսքին չի համապատասխանում, մի թող դրան տունը քո։ Սա է Աստծո խոսքը, ճշմարիտ խոսքը, այո ամենը, բայց մենք ծռում ենք, եղբայր դու մեղք ես գործել, գնա Աստծո տունը չմտես։ Դզում ենք մենք Աստծո խոսքը մեր ցանկացած ձևով, մեր ուզած ձևով։ Համար Աստված հարվածում է, սպանում է ու մերցնում այդ մարդը։ Դրա համար մենք տեսնում ենք, որ նման ձևով գործելուց հետո մի որոշ ժամանակ հետո մենք տեսնում ենք հերվացանք աշխարհից, թաքուն ուզում եմ մի բան անեմ, մի սխալ մեղք անեմ, հավատացյալ չկա, մարդ չկա, չիտենեմ, օրինակի համար եմ ասում սա։ Այսինքն ես հերվացա Աստվածանից, Աստվածանից է ինձի, չթողես մտնեմ տապանը։ Եվ ով խառնեց ինձի, ով խանգարեց, որ Աստծո խոսքը հարմարացնում է ինձի։ Որ իմ մեջ երիքովն էր, հպարտությունն էր անցած անգամ երիքովի թեմայով ենք խոսում։ Տեսեք, ուխտի տապանակը երկրորդ թագավորած 6-րդ 13-ի մեջ է գրած։ Դավիթը մեծ ուրախությունով բերեց, երբ որ գերի էր ընկած տապանակը փղշտացիների Դագոն Աստծո առաջ էին տարեդրել։ Դագոնը փղշտացիների մի կուրք էր։ Եվ երբ որ այս պատմությունը երկարա չկարդամ, համառոտ ներկայացնեմ սիրելի հարստվող, սիրելի քույրեր եւ եղբայրներ, երբ որ տապանակը տարեդրել էին իրանց կուրքի դեմը, Դագոնի արձանի դեմը, առավոտ եկան տեսան Դագոնը գերակի թմերթի վրա այդ քարի արձանը ու գլուխը ջարդվել է, թևերը ջարդվել է։ Դզեցին երկրորդ անգամ նորից ու վախեցան, ասին տարեք, էսի մեզի պետք չի։ Այսինքն խորհրդապատկերն է, որ երբ որ մենք սիրո պատվիրանները, Աստվածաշնչյան սերը, հավատքը մենք երբ որ ընդունում ենք, մեր ներսի աշխարհը, մեր ներսի մարդ աշխարհը, ադամական աշխարհը, դե արդեն էլ չպետք է գողանա։ Չպետք է վայելքներն անի, հաճույքներն անի։ Էլ չպետք է ասենք իր տշնամուն չպետք է սպանի, պետք է սիրի։ Ջարդվում է այդ իր կուրքերը։ Այն կուրքը, որ պետք է տշնամի տա սպանես, ջարդվում է, չես սպանը, ո՞նց սիրես այդ տշնամուն։ Հասկանում ես, դրա համար կամ ընդունում են, կուրքերն են թափում դուրս։ Սրանք փղշտացիները հանեցին դուրս, չընդունեցին։
այդ ասուն, այդ արդարությանը չընդունեցին։ Ես որ չկողանամ ոսպի ապրեմ։ Չէ, տարեք այս տապանակը։ Ու վերադարձեցին այդ տապանակը։ Ու փղշտացիները արեցին սա։ Լավ հիշեք, փղշտացի նշանակում է թափառական։ Մեր մեջ կա նաև մտքեր, որոնք թափառում են։ Թափառում են, տեղից տեղ են թափառում։ Հիմնական բնակավայր չունեն։ Մեր հիմնական բնակավայրը պետք է լինի Երուսաղեմը, արդարությունը, Աստծո տունը, Աստծո խոսքը։ Բայց փղշտացիները չունեին դա։ Թափառական էր, ստեսա գրված, ընդենա գրված։ Բա Աստված ընդ սենց ասում, հանա դուրս դրան։ Մի ուրիշ տեղ են եղբայրը աղբեր պետք է սիրես։ Թափառական են, նրանք չգիտեն ինչ են ասում, ոնց են ասում։ Ու հենց այդ թափառականները չեն ընդունում տապանակը։ Հանում են դուրս իրանց երկրից, իրանց տնից, իրանց ներսի աշխարհից։ Այսօր կատարում է նույնը, չէ՞, երևի մարդու մեջ էլ է նույնը կատարում։ Եթե ուշադիր լինենք, մտածենք, մեր մեջ էլ է նույնը կատարում։ Եթե չարությունն եք սիրում, Աստված ասում է ծուռի հետ ծուռա, ուղի հետ ուղի։ Փղշտացիների հետ, փղշտացիների ձևով ավարվեմ, Դագորին ջարդ ու փշուր արեց, Իսրայելի հետ իր ձևով ավարվեմ։ Իսրայելի մեջ գտնվող մաքուր սրտերի հետ ուրիշ ձև ավարվեմ, ասենք ոչ մաքուր սրտերի գտնվողների հետ ուրիշ ձևով, հանդիմանելով, դաստիարակելով եւ այլն։ Տենակել ինչ եմ հանել, էլի բան մնաց։ Այսքան է երևի, չէ, էլ չմնաց խոսալու բան, երևի ժամանակն էլ արդեն հասել իր ավարտին։ Այսքանը տապանակի մասին, լավ հիշեք, սիրելի քույրեր եւ եղբայրս, տապանակը քո մեջ է, Հիսուս Քրիստոսն է, մտի Հիսուս Քրիստոսի մեջ։ Հիսուս Քրիստոսը Աստծո խոսքն է կատարումով։ Նորից եմ կրկնում, Հիսուս կոչվում է խոսք, որը փրկում է քեզ։ Երբ որ Հիսուսը ծնվեց, ասեց նրա անունը հրեշտակն ասեց։ Նրա անունը կդնես Հիսուս, որը կկոչվի Քրիստոս։ Հիսուսը Աստծո խոսքն է, ես կարդում եմ, հետո կատարում եմ, որ կոչվում եմ Քրիստոս։ Եթե չկատարեմ, մենակ Հիսուս կմնա։ Իսկ Հիսուսը բաժանված չի, Պողոս Առաքյալն ասեց։ Հիսուսը Քրիստոսը մեկ է։ Խոսքը գործի կատարումով մեկ է։ Խոսքն ու հոգին մեկ է։ Բաժանված չեն։ Մարդկա մենակ խոսքն է բռնում, ստես հենց ագրված ու վեր, բայց այդ խոսքի տակի հոգին չի ընդունում։ Դրա համար ոչ տապանի մեջ է մտնում, ոչ խաղաղություն է ունենում իր մեջ, ու ասու անեսն է գալի իր, այսինքն Աստված հեռվանում է իրանից։ Տապանը հենց սա է, որի մեջ կար այս 4 հատկությունները, մի քիչ առաջ որ ասի, աշխատի սիրելի հաստվող, այս 4 հատկությունները քո մեջ ունեցի, պահա, գրի, թարգմանությունները գրի ու քո մեջ հայտնաբերա դրան։ Ու աշխատի այդ 4-ը պահես, իմացից Տիրոջ տապանի մեջ ես դու։ Փրկության ճանապարհի մեջ ես դու։ Տիրոջ ձեռքը, սիրո ձեռքը անընդհատ քո հետ է քեզ առաջնորդելու այս կյանքի մեջ։ Փորձեք ու տեսեք ինչքան քաղցրատեր է։ Տերը օրհնի ձեզ։ Աստված շատ օրհնի քեզ էլ։ Ձեզ էլ Աստծո ժողովուրդ։ Ամեն։ Մնաք խաղության մեջ։ Տերը օրհնի ձեզ։